ժամանակը պիտի գրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացի, առաջի հայացքով ողջերս։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորուն է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի առավոտ, էլի բարեկամներ, բարի լույս, հուսամ շատ լավ, հրաշալի շաբաթ եւ կիրակ եք ունեցել եւ այսօր շարունակում ենք մեր եթերը երկու շաբթի օրով։ Մեզ հյուրը եկել մեր սիրելի Ժորամրջումյա եղբայրը, նա հայրական տուն եկեղեցու հովիվն է եւ ունեցել են կարիքներ հանդիպելու մեր տաղավարում եւ այսօր կրկին անգամ մեզ համար մեծ պատիվ է, որ Ժորա եղբայրը այստեղ է։ Ժորա եղբայր, շնորհակալ եմ։ Եկար եղբայրս եւ Փարտիրոջը քո համար։ Ես էլ եմ շնորհակալ Տեր օրհնի Աբրահամ ջան այս հրաշալի հրավերի համար, օրհնյալ լսարանի համար, օրհնում եմ սիրելի ժողովուրդ։ Հուսով եմ լավ օրհնված առավոտ կունենանք ու նաև օր։ Ամեն։ Ամեն Փարտիրոջը 100% գարանտիան, եթե առավոտյան մենք սկսում ենք Աստծո խոսքով եւ չեմ զլանում ամեն անգամ սա կրկնելու, որովհետեւ իրոք մեծ պատիվ եւ արժանի գոհության եւ փառքի։ Ժորը եղբայր անցնենք մի անգամից Ես ճիշտ ասած երկել եմ պատրաստել, ինչ անենք կհասցնենք թեման, իհարկե, տիրոջը երկրպագելը ամենակարևոր։ Երգը շատ լավ բան է, ոչ միայն որ հավաքվեն մեզ սիրելիները, նրանք ովքեր դեռ չեն միացել, այլ նաև կարծես թե հոգեպես մեզ այսպես պատրաստում է խոսքին, մտցնում է։ Մանավանդ այսօր պետք է լսենք մեզ Էլադա Սայադյան քրոջ երգերից մեկը, Փառքից փառք այդպես է կոչվում։ Բայց ես մի փոքրիկ ինտրիգային բան եմ այսպես այսօրվա վերնագրի հետ մեջ ուզում եթե թույլ տաս կազմակերպենք նախաբան շատ միջև եթերը Ժորայեղբորը ասում իրոք շատ բան զգայուն այսպես նախաբանը վերնագիր այսօրվա զգայուն այս բառը նվիրում եւ միանգամից քեզ լրջացնում է խորհելու առիթ տալիս գիտես կողքից դիտել կողքից սիրել նկատել բալետ անել մենք ասենց խոսքեր ունենք, չէ, կողքից շատ եմ սիրում, տեսնենք ինչ հատել անում, հանդիսատեսի պես, բայց նվիրումը մի ուրիշ կյանք է կարծես պահանջում, դու արդեն մտնում ես, եթե կոպիտ չլինի այս խոսքը ասեմ, դու մտնում ես խաղի մեջ, այսպես ասած, ծրագրի մեջ, սա արդեն հանդիսատեսի, այսպես ասած, ֆունկցիա չէ, այլ կոնկրետ նվիրումի արդյունքում է տեղ ունենում, բայց մի հատ բան եմ ուզում հարցնեմ, թե հարցաթե դիտարկում ես այսպես եմ հավատում որ նվիրումը դա այդքան էլ կախված չի մեր որոշումից դա տեսակից է ինչ կասես համաձայն մարդու տեսակը ով չի կարող մտածելու բան է ասում որ մարդը մտածի բայց իրականում համաձայն է ասենք որոշեցի նվիրվեմ մի քիչ շատ այսպես ասած բանը մակերեսային իմաստուն է երկար չի տևի մի քանի երկար չի տևի մի տեսակ սա մագնիսի հետ եմ փորձում համեմատել այսպես ասած մագնիս որը ունի դրական եւ բացասական կողմ դրականը գտնում է դրականին այսպես ասած չի կարա չկպնի իրար մոտեցավ ինքը կպնում է վանում են իրար չէ եթե միտեղ վանում են իրար միտեղ կպնում են իրար այս նվիրումը մեկացման process-ի մեջ չգիտեմ ես կարծես թե բայց իրականության մեջ կներես չէ հրաշալի է շատ ինչ կասես այս թեմայի ես համաձայն եմ որտեղ սուր գիրքն էլ ասում է թե գրումա անելն ու կամենալը Տերն է ներգործում եթե չլինի Սուրբ Հոգու այդ բանը մենք չենք կարող նվիրվենք իրականում ինքն է հոսում մեր միջից ու մեզ Սուրբ Հոգին տանում է դեպի Քրիստոս առանց իրա էդ էլ չենք կարող մենք նույնիսկ նվիրվելը չենք կարող առանց իրա զուտ որ մենք Սուրբ Հոգուն տեղ տանք ես միակ բանը տեսնում եմ սրանում որ մենք լսենք իրան թույլ տանք որ ինքը անի այն գործը ինչի համար որ եկել է
Այո, դարձնի մեզ այն դերականը, որը կպնում է, շատ լավ։ Այս ֆոնի վրա մենք շարունակենք մեր ծրագիրը մի երգով, մեր սիրելի Էլադա Քրոջ կատարմամբ իր հեղինակային երգն է, ասեմ, որ ինքն է գրել այս երգը, բառերը երաժշտություն եւ ինքն էլ հենց երգում է հրաշալի այս երգը եկեք ըմբոշխնենք։ Բա տիրոջ առաջարկած ճանապարհը առանց խաչի չի լինում։ Բայց այն զորությունն է մեզ համար, ինչպես Պողոսն էր ասում, խաչի քարոզչությունը հрьяաների համար գայթակղություն էր, հույների համար հիմարություն, բայց մեզ հավատացողների համար Աստծո զորություն։ Ուրեմն ուր է տանում ճանապարհը Քրիստոսի։ Իհարկե խաչ։ Դեպի խաչ, որը սկիզբն է մեծ հրաշալի փառավոր կյանքի, որ Աստված պատրաստել է։ Այսօր մեր հյուրն են նրանք, ովքեր նոր միացան, ուզում եմ նորից ներկայացնեմ հայրական տուն եկեղեցու հովիվ Ժորա Մրջումյան եղբայրը, որից շատ շնորհակալ ենք։ Ժորա եղբայր, սիրով լսում ենք քեզ եւ այսօրվա թեման նվիրում։ Ինչ է դա։ Ամեն։
Փառք Աստծո, Տեր օրհնի, նորից ուզում եմ ասեմ, որ շատ շնորհակալ եմ այս հրավերի համար, Աբրահամ ջան։ Այս ծառայությունը ամեն առավոտ մանանայի նման է, որ իջնում է ժողովրդի վրա, երբ որ նայում եմ իրանց գրասները, իրանց ամեն մեկը որ գրում է տակը, չէ, ասեմ, մեկնությունները, հա, զգում ես, որ մանանա են կերել, ստացել են, փոխանցում են, մանավանդ եթե թեմայի մեջ է, չէ։ Ու թեմայի մեջ է։ Փառք Աստծո ժողովուրդ ջան, ձեր համար, ամեն մեկի համար Տեր օրհնի ձեզ։ Թեման այսօրվա ինչպես Աբրահամ եղբայրն ասես նվիրումն է, ես էլ մտածում եմ ինքը շատ կարևոր թեմա է, որ մեզ բոլորիս էլ ասենք կհետաքրքրի, որտեվ Սուրբ Գիրքը ու Աստծո հետ եղած հարաբերությունը առանց նվիրման ինքը ոչ մի բան է, նվիրումը ամենակարևոր բանն է։ Բնական է սա աշխատանքի չի, սա ասենք ինչ-որ մի բան չի, որ մենք անում ենք, առանց նվիրման ամեն ինչ իզուր է։ Ու ես այսօր ուզում եմ նվիրման մասին խոսալ, որտեվ երբ որ նայում ենք 5 կտակարանը, մենք տեսնում ենք նվիրում, այսինքն զոհասեղան։ Զոհասեղան բառով նվիրումը բացատրվում էր։ Բայց գիտեք, ես կուզեմ մի հատված, երբ որ 4-րդ թագավորաց 16-րդ գլխում, երբ որ Աքազ թագավորը զոհասեղանի հետ գործ է ունենում։ Այս հատվածից նայենք ու տեսնենք, որն էր իր սխալը, ինքը իմ ամենաչսիրած թագավորն է, ասենց ասած, մարդ, որ Աստծուն դեմ եղավ շատ հարցերով իր անտարբերությունով, իր կյանքով, իր գործունեությամբ ինքը դեմ եղավ Աստծուն ու իմ համար ինքը նույնիսկ ավելի վատ է, քան Մանասեն էր։ Ու ես կուզեմ մի հատված կարդամ 4-րդ թագավորաց 16-րդ գլխից 14-15 խոսքերը։ Եվ այն պղնձես սեղանը, որ Տիրոջ առաջին է, այսինքն Աստծո սեղանը, որտեղ մարդը իր նվիրումը պիտի ցույց տար, որ Աստծո որ Տիրոջ առաջինը տեղափոխեց տան առաջից նոր սեղանի եւ Տիրոջ տան մեջտեղից եւ նրան դրեց նոր սեղանի մոտ դեպի հյուսիս եւ Աքազ թագավորը հրամայեց Ուրիա քահանային ասելով այդ մեծ սեղանի վրա այրիր առավոտյան ողջակեզները ողջակեզը ամբողջությամբ այրվելն էր նվիրումն էր Եվ երեկոյան զոհը, եւ թագավորի ողջակեզը, եւ նրա զոհը, եւ երկրի բոլոր ժողովրդի ողջակեզը, եւ նրանց զոհը, եւ նրանց թափելու նվերը, եւ ողջակեզների բոլոր արյունը, եւ զոհերի բոլոր արյունը նրա վրա սրսկիր։ Իսկ այն պղնձի սեղանը, այսինքն Աստծո սեղանը, որը տեղաշարժվել էր, ինձ համար լինի, որ այնտեղ հարցնեմ, մի ուրիշ թարգմանության մեջ գրված է խնդրեմ։ Գիտեք ինչ արեց Աքազը։ Ինքը առաջին բանը որ արեց, որ ցույց տվեց, որ նվիրումը իր սխալ էր, ողջակեզները կային, զոհերը կային, գիտեք Սուրբ Գրքում միտեղ գրում ասում են, ես հոգնել եմ ձեր ողջակեզներից, ձեր նվերներից, մենք կարանք ամբողջ ժամով Աստծուն նվիրված լինենք եւ այլն։ Արարողությունների մասին։ Արարողությունները, ծառայությունը, այն ինչ անում ենք, նույնիսկ ծառայությունը եկեղեցուն որ անում ենք, կարա 24 ժամյա լինի մերը, բայց Աստված ասի հոգնել եմ, ինչի համար Աքազը սեղանը տեղից շարժեց։ Գիտեք, նվիրումը տեղ ունի, ամենակարևոր բանը, որ այսօր մենք պիտի իմանանք, որն է նվիրման տեղը։ Դու կարաս զոհասեղան ունենաս, բայց մի մետր այս կողմ դրած, իր ճիշտ տեղում չլինի։ Իր սեղանի մոտ դրեց, նկատում ես, հավասարեցրեց ինչ-որ։ Հա, ինքը Դամասկոսից գնացել էր Դամասկոս Աքազը։ Ինքը այնտեղ մի հատ սեղան էր տեսել, մեծ սեղան, անունը դրեց մեծ սեղան, դուրը եկել էր։ Եկավ Աստծո տան այդ զոհասեղանը մի կողմ դրեց, այդտեղ Դամասկոսի այդ սեղանը սարքեց, որը մեծ սեղան էր, նոր սեղան էր, մեծություն էր, սենց ինքը փառավոր մի բան էր, շատ էր դուրն եկել, խոսանք դրա մասին, բայց ինչն էր հարցը, ինքը տեղաշարժեց։ Եթե մենք ուզում ենք իմանանք մեր նվիրումը Աստծուն ճիշտ է թե չէ, մենք պիտի իմանանք նվիրման տեղը։ Իրեք խոսք եմ ուզում հիշեցնեմ, որը մեզ ցույց կտա, թե որն է նվիրման տեղը։ Առաջինը հայտնության մեջ ասում է հիշիր, որ տեղից ես ընկել։
եւ ապաշխարիր։ Տեղը կարևորում է Աստված։ Ու ասում է առաջին սերդ թողել ես։ Սեր բառը կուզեմ հիշել։ Առաջինն էլ շատ կարևոր է։ Առաջին սերը, այն իսկական սերը, չէ՞, այն որ պետք է առաջինը լիներ։ Այո, որ առաջին տեղում լիներ, շատ սիրուն է, այո։ Սերը, առաջին սեր, առաջին տեղում նվիրումը ինքը զոհերի ծառայությունների շատություն չի, հավասար չի մյուս բաներին։ Այո, ինքը մենակ այն չի, որ գուցե այսօր մեկը օրվա 24 ժամը աղոթք անում կամ, չգիտեմ, իր Պողոս Արաքյանն ասում է ամբողջ մարմինս այրվելու տամ, բայց սեր չունենա, ոչինչ չեմ։ Այսինքն նվիրումը մենք պիտի նայենք ոչ թե գործերի շատությունից, ծախսի շատությունից, գուցե ամբողջ աշխատավարձը դնում ես Աստծո տան մեջ, բայց տեղը կարևոր է սերը։ Երկրորդ ասում է, եթե նվեր ես բերել, Մատթեոսի 6-ում ասում, բայց հիշում ես եղբորը դեմ խնդիր ունես, թող էդի տեղ, զոհասեղանը դա չի, զոհասեղանը եղբորդ մոտ է, գնալ հաշտվել, սեր ցույց տալ, վերաբերմունք ցույց տալ եղբորը։ Այսինքն դա էլ է ցուցիչ, որ դու քո համար կարևորը նվիրումն է, որի արդյունքում պատրաստ ես անպայմանականորեն, պայման չկա, այսինքն նվիրումի մեջ պայման չկա, անպայմանականորեն սիրել քո եղբորը, դա էլ է ցուցիչ։ Ամեն իհարկե։ Որտեղ ասում են նվերը թող, որն է մեր նվերը, մեր եսը, չէ՞։ Դու չես կարա եղբորդ հետ հաշտվես, եթե եսդ հետը տանում ես։ Եսը թող այդտեղ գնա դատարկ, որ լցվես քո եղբորով, Աստծով լցված լինես ու եղբորով լցված լինես, որ դու կարողանաս հաշտվես։ Այսինքն տեսնում ենք նորից սերը։ Եփեսացիս 6-ում ասում է, որ քո տեղում կանգնի, որ չարությանը կարողանաս դեմ դնես։ Եթե չարիքին դեմ դնել, ուրեմն բարիքի մեջ պիտի կանգնենք։ Որն է բարիքը, սերը, վստահությունն առ Աստված։ Մեր նվիրման հիմքը, տեղը դա սերն է ու վստահությունը առ Աստված։ Սերը եղբոր նկատմամբ, սերը Աստծո նկատմամբ ու վստահությունը Աստծո նկատմամբ։ Մենք այսօր պիտի սրան նայենք։ Եթե ասում ենք նվիրում, մենք պիտի չնայենք գուցե ամբողջ 24 ժամդ տրված չես ծառայության։ Գուցե դու ամբողջ ժամերով Աստծուն ծառայության տրված չես, ուղղակի քայլում ես Տիրոջ հետ։ Հետաքրքիր է, Եզեկիելը երբ որ գրում է 47-րդ գլխում, գրում է, որ ինքը քայլեց 4000 կանգուն։ Չէ, եթե նայում ենք Սուրբ Գիրքը 4 անգամ 1000 կանգուն հրեշտակը չափեց, իրան ասկասեց, հրեշտակը խորհուրդներ Հիսուսի, ինքը 4000 կանգուն քայլում էր Քրիստոսի հետ։ Հրեշտակը, որ Քրիստոսի խորհուրդներ քայլեց 12000 կանգուն։ Այսինքն մի հատ գնում էր չափում էր, մի հատ հետ էր գալիս, հետո տանում էր Եզեկիելին։ 4 անգամ 3 12000 կանգուն։ Հայտնության մեջ գրում է քաղաքը, որ երկնքում Աստված կառուցում է 12000 երկարություն, 12000 լայնություն, 12000 բարձրություն պիտի ունենա։ Սա նշանակում է, երբ որ դու ուղղակի Աստծո հետ քայլում ես, երկնքում քո համար քաղաք է կառուցվում։ Երբ որ դու Աստծո հետ քայլում ես, ուղղակի սիրելով իրան, քո նվիրումը ոչ թե գործերի շատությունն է։ Մենք այսօր շատ անգամ գիտեք ինչով ենք չափում, նրանով որ մենք մի ժամ ավել աղոթեցինք, մի ժամ ավել էս ինչն արեցինք, մի ժամ ավել գնացինք վկայելու։ Սրանք հրաշալի բաներ են, բայց եթե տեղից շարժված են, իրանք օգուտ չունեն։ Այսինքն մեր չափերի մեջ կա հոգևոր չափեր, կա մեր չափեր։ Այո, մեր չափանիշներ, մեր մոտեցում։ Այսինքն նոր չափերի մեջ է տանում քեզ, որը մարդկային չափերի հետ չի համապատասխանում։ 7 անգամ 70-ն էլ է, չէ՞, հաստատ, հենց էսա։ Ոչ, 7 անգամը մեր չափում է։ 7 անգամ 70-ը Աստծո չափն է։ 7 օրենքն է, 7 անգամ 70-ը, չէ։ Ցավոք սրտի հենց շատ ճիշտ է Աբրահամ եղբայր ջան, որ ցավոք սրտի մենք շարունակում ենք նվիրումն էլ օրենքի մեջ դնել։ Մեր չափումների մեջ։ Մեր չափումների մեջ, մեր կանոնների մեջ։ Այնինչ, եթե դու Աստծո հետ քայլում ես, ուղղակի Աստծո հետ քայլում ես, իր հետ զրուցելով, շփվելով, ինքը քեզ տանում է քայլ առ քայլ, քո ներսում երկնքի քաղաքն է կառուցվում։ Գործը կատարվում է։ Այո, մենք չենք էլ իմանում, մենք մտածում ենք, որ գնամ անպայման էսի անեմ։ Իհարկե սրանք պետք են, բայց եթե սրանք դուրս եղան այն ճիշտ զոհասեղանի տեղից, որը սերն է, նվիրումն է, եթե եկան օրենքի վրա, իրանք վտանգավոր են։ Այսինքն նվիրումը մի խոսքով, եթե ոչինչ որ սենց շատ ավելի լավ։ Նվիրում նշանակում է
քո չափերից դուրս գաս եւ մտնես Աստծո չափերի մեջ։ Դա է նվիրման ցուցիչներից մեկը։ Այո։ Ճանապարհը պիտի լինի սերը ուղված Աստծուն, սերը ուղված մարդկանց։ Եթե իր ծառայության մեջ չկա սեր, ես հիշում եմ Սամրալն ասում էր Տերը երբ որ ինձ ցույց տվեց, որ ես պիտի իրան ծառայեմ, թե չէ կմեռնեմ, չեմ ուզում լրիվ պատմությունը բանանեմ, ասում ես ասի լավ, Տեր կծառայեմ։ Ինքը հիվանդ պարկած մահամերձ, արդեն գրել են թուղթը պիտի մահանա, ինքը տեսնում է դատարկ հասկանում է Իրաննա ու տեսնում է ավետարան։ Տերն ասում է թե քարոզես կապրես, չէ կմեռնես։ Ասում է սկսեցի քարոզել, բայց սեր չկար մեջս։ Մի հատ կնոջ ասի դժոխք ես գնալու, այս կինը ասում ու շաթափվեց վախից։ Ես ասում եմ դուրս եկա, այս ոտը սկսեցի վրի ցանցա դուրս եկա, ինձ հետաքրքիր չէր իրավիճակը, ինձ հետաքրքիր էր, ես չմեռնեմ, քարոզեմ, ապրեմ։ Մի օր ասում եմ Տերը այցելեց, լցրեց ինձ իր սիրով ու ամեն ինչ փոխվեց դրանից հետո։ Այդ սերն է կարևոր։ Մենք շարունակում ենք օրենքով ապրել։ Մեր սխալը սա է։ Գիտեք, ինչի համար Հիսուսը 40 օր ծոմ պահեց։ Մենք շատ տարբեր բաներ կարանք ասենք ու բոլորն էլ ճիշտ լինի, այս վերջի հայտնություններից մեկը, որ ուղղակի միտեղ նստած Տիրոջ հետ զրուցում էի ու ստացա, որ Հիսուսի 40 օրվա ծոմը շատ նման էր Մովսեսի 40 օրվա ծոմին։ Երկուսին էլ Սուրբ Հոգին կանչեց, երկուսին էլ Սուրբ Հոգին տարավ, երկուսն էլ սարոտեղ բարձրացան, չէ, անապատ, սար, երկուսն էլ անապատում էին, սարում էին, երկուսն էլ 40 օր։ Մովսեսը 40 օր ծոմ պահեց, որ քարե տախտակները ստանա, 10 պատվիրանները ստանա։ Հիսուսը 40 օր ծոմ պահեց, որ 10 պատվիրանները հետ վերադարձնի։ Այսինքն Հիսուսի 40 օրվա ծոմը մի բան էր ասում, օրենքի ժամանակը ավարտվել է։ Տեր քարե դարաշրջանն ավարտվեց, օրենքն ավարտվեց։ Սրանից հետո մարդիկ ուրիշ ձև պիտի ապրեն։ Ես հետ եմ վերադարձնում քարե դարաշրջանը, ուզում եմ բերեմ մսի դարաշրջան։ Մարգարեություններն ասում են մսեղեն սիրտ կտամ ձեզի։ Այսինքն ոչ թե շտկեմ, այլ ինչ որ հասկացա, ոչ թե օրենքը վերջացավ, այլ օրենքը կատարվեց։ Օրենքը կատարվեց։ Արդարացումը օրենքով չի այլևս, արդարացված լինելը, այդ իմաստով ես չի ասում։ Իհարկե, ապրել ուղղակի քարե տախտակներով նշանակում է չապրել Աստծո շնորհքով։ Հիսուս Քրիստոսը, գիտեք, իմ համար սենց է, որ քարե տախտակները ավելի շատ 10 պատվիրանները աբալովկի դերը կատարեցին։ Չէ, աբալովկեն դնում ենք, ցեխը լցնում ենք, ցեմենտ ենք լցնում, մեր նպատակն այն չի, որ էդի պիտի շենք պահի աբալովկեն։ Մեր նպատակն է, որ ինքը ժամանակավորապես պահի ինչ պիտի պահի, մինչև որ ներսի ցեմենտը ամրացնի։ Ու դրանից հետո երբ որ ներսի ցեմենտը, որ մեր հասկացողությամբ այս րոպեին Հիսուս Քրիստոսն է, եթե ներսից ամրացես, մենք դրսից աբալովկի կարիք չունենք։ Սիրո կապերի մասին էլ է, չէ՞։ Սիրո կապը, հենց էս եմ ասում, որ այդ ներսի կապը։ Այսօր մենք կարանք օրենքով շարունակենք մտածել նվիրումն էս է, այս կանոնը, մեր չափանիշը, 10 պատվիրանը։ Հիսուսը երբ որ սարից իջավ, ասեց լսել եք որ ասվել է մի սպանիր, 10 պատվիրանի մեջ էր մտնում։ Ես հիմա ձեզ ուրիշ բան եմ ասում, սիրիր թշնամուդ։ Ուրիշ կյանք եմ բերել եմ մի հատ կյանք, որի մեջ ոչ թե պիտի քարե տախտակներով ապրեք, այլ մարդ ոչ միայն հացով կապրի, այլ հոր շուրթերից դուրս եկած ամեն խոսքով, որ գալիս է մեր կյանք։ Ես չեմ ուզի 10 պատվիրանով ապրեմ։ Ես ուզեմ հոր ձայնը իմ սրտում լինի, ես դրանով ապրեմ։ Նույն պատվիրանի խոսքն է, բայց ավելի ներսից, ավելի մսեղեն, ավելի կյանք։ Այստեղ գալիս է նաև այս բանը հասկանալ Աստծո միտքը, խորհուրդները, բնության հետ, չէ՞, ինչպես Պետրոսն է ասում, հաղորդակից լինել նրա բնության հետ, մեկանալ, նույնականանալ, այս process-ն է։ Իմ ասած այնպես է։ Այսինքն, եթե ես օրենքներ եմ կատարում, օրենքներով արդարանալու, սա վիրավորական է դառնում Աստծուն։ 100%։ Այդ ես ուզում արքես, տվեցի եմ ինչ ես ուզում, ես թող ապրեմ։ 7-րդ պատվիրանը շաբաթը կպահեմ, պետք է կգնամ, բայց մեջը սերը չկա։ Կանամ էթա մի մուզած ձևով։ Քեզ պետք է դի տամ։ Սիրտը իր հետ չի։ Իսկ Աստծո ամբողջ այդ պատվիրանները նրա համար էր ժամանակավոր։ Ասում է դաստիարակի համար տրվեց օրենքը։ Ինքը մոդելն է, կարելի ասել։ Ինքը մոդելն է, բայց ամփոփող մոդելը։ Այո, սիրով
Եթե ես այսօր շաբաթը, կիրակի օրերի պաշտամունքները եւ այլն ծառայությունները շաբաթվա ընթացքում, եթե ես այդ բոլորն անում եմ, բայց ներսումս չկա այն մղող ուժը, սերը, նվիրումը Աստծո նկատմամբ, ումա պետք է այդ պատվիրան պահելը։ Դրա համար ասում, եթե սիրես քո ընկերոջը քո անձի պես, այո, սրա մեջ է օրենքները, ինչ որ ուզում ես մարդիկ քեզ անեն, ամբողջ օրենքը մարգարեները դրա մեջ է։ Ինչ որ կուզես մարդիկ քեզ անեն, դու էլ այդպես նրանց արա։ Իհարկե, Պողոս Սարաքյանն ասում էր, եթե 10 պատվիրաններով, օրենքով կարողանայինք փրկվենք, այդ կարիք չէր լինի Քրիստոսը գար խաչվեր, բայց այսօր Քրիստոսը խաչվել է, որ իր կյանքը մեր ներսում լինի, ու էլի շարունակել դրսի այդ պատվիրանով ապրել նշանակում է տեղաշարժել զոհասեղանը։ Իր համար, Աստծո համար զոհասեղան բառը գոյություն չունի, մեր համար գոյություն ունի։ Աստծո համար զոհասեղան չի, Աստծո համար հյուրասիրություն է։ Չէ, եթե մենք ինչ-որ մի հատ հյուր ենք ընդունում, դնում ենք խոզի խորոված, դնում ենք հավ, չենք ասում, չէ, խոզ ենք զոհաբերել, չենք ասում հավ ենք զոհաբերել, ասում ենք հյուրասիրել ենք, սիրում ենք մարդուն, մեր հյուրին, չէ, Աստծո համար, երբ որ ինքը իր որդուն տվեց, սա այնքան սեր կար իր մեջ մեր նկատմամբ, որ ինքը չմտածեց զոհաբերելու մասին, զոհաբերել բառը, գիտեք, ձեր համար զոհ եմ արել, ինքն ասում է սիրում եմ ձեզ, իմ սիրելի հյուրեր, զավակներ, երեխաներ, ես ուղղակի հյուրասիրում եմ ձեզ, իր համար միշտ սեր բառը կենտրոնականն է։ Մենք ենք մտածում, այսինչ շնարինք, զոհաբերինք, այսինչ մի բան է, ես գիտեմ մարդիկ, որ երբ որ զոհաբերություն են արել, հետո պատասխանը Աստծուց չեն ստացել, ասել են ինչի համար արեցինք, որովհետև եթե պատասխան չկա, 30-ապատիկ, 60-ապատիկ, 100-ապատիկ չկա, ինչի համար ենք անում, որ շուկայական հարաբերություն, ես քեզ դու ինձ։ Օրինակ ես թույլ մի բան ասենք զոհաբերություն բառը չեմ սիրում շատ։ Ես ինձ եմ ասում, Աստված չի սիրում։ Եղբայր, ես էսի զոհաբերում եմ քեզ, Տերը սրտումս դրել է, որ զոհաբերեմ։ Բայց ընծան տես տարբեր է, ընծա բառը։ Ընծան սիրո ժեստ է, ընծան հյուրասիրություն է։ Եթե ես տուն ունենամ, Աբրահամ ջան, ու այդ տունը նվիրեմ քեզ, ես դրա ունը կդնեմ զոհաբերություն։ Եթե ես տուն ունենամ, նվիրեմ իմ տղուն, չեմ դնի զոհաբերություն, կասեմ սիրում եմ իմ երեխին, բա պետք տամ։ Եթե ես քեզ էլ սիրեի ընենց, ոնց իմ տղուն եմ սիրում, անունը չէի դնի զոհաբերություն։ Անունը կդնեի սեր, որտեղ սերը, աստվածային սերը այնքան մեր մտածելակերպից վեր է, որ մենք անպայման օգտագործում ենք զոհաբերություն բառը, զոհասեղան բառը։ Այնինչ էդի զոհասեղան չի, էդի հյուրասիրություն է։ Դիր ամեն ինչ Աստծո առաջ, որտեղ սիրում ես իրան։ Այնց է սերն է Աստծո համար կարևոր։ Հիսուսը տվեց քարե տախտակները, վերցրեց 3 կարևոր բան. հոր ձայնը, հոր լեզուն, չէ, ասեց հոր բերանը, հոր միտքը, կամքը, վստահելը, երկրորդ փորձությունը վստահելն էր, չէ, մի փորձիր քո Աստծուն, ես չեմ փորձի վստահ, ու երկրպագությունը։ Ինչն է այսօր մեզ բերում աստվածային ճիշտ սիրո վրա, ճիշտ նվիրման վրա մեր ներսի այդ սիրտը, որ լսում ենք հոր ձայնը, լցվում ենք իր ձայնով, իր մտքով, իր կամքով, վստահում ենք իրան եւ երկրպագություն կա մեր սրտերի մեջ։ Այսինքն նվիրումը իր մեջ ունի երկրպագության մասնիկ։ Այո, անպայման։ Ճիշտ երկրպագություն։ Առանց դրա չի լինի։ Կամ սիրում ես երկրպագում ես, կամ երկրպագության ժամանակ այդ սիրով լցվում ես։ Տես, թույլ մի հատ հաստամ։ Տես, նայ, դիտողների կամ, այսպես ասած, օրինակ խաղի մեջ կան խաղացողներ եւ կան դիտորդներ, որոնք հանդիսատեսն ինչ-որ ձև իր, այսպես ասած, բարի մաղթանքը կամ ուրախությունը արտահայտում է, բայց խաղացողինը ուրիշ է։ Այս տարբերությունը ինչու՞մ է։ Նվիրական երկրպագությունը կամ դիտորդի դերում։ Այո, հանդիսատեսը ֆուտբոլիստ չի։
խաղացողը ֆուտբոլիստը։ Մենք երբեք չենք կարող ասենք հանդիսատեսը նվիրյալը, քրիստոնյայա։ Քրիստոնյան նվիրյալն է, չէ՞, քրիստոնյա ասելով նկատի չունենք, որ գնացել է ջրի մկրտությունը անցել ընդամենը կամ ուղղակի քրիստոնյա նշանակում է նվիրյալ, այն ժամանակ սենց էին հասկանում։ Նվիրյալ Քրիստոսը եւ ես ոչինչ եմ, մենակ Քրիստոս, քրիստոնյան սա է։ Նվիրյալը հենց սա է, որ ինքը սրտանց սիրում է, հանձնված է Աստծուն։ Ինքը էլ չի մտածում իր կյանքի մասին, չի մտածում ունեցվածքի մասին։ Ինքը չունի ճանապարհային քարտեզ կյանքի, չունի։ Հա, իր քարտեզը Եթե տերը չտա, ինքը չգիտի ինչ անի, այդպես ինքը իրոջ հետ ուղակի քայլում է, ջրերով անցնում է, կրակի միջով անցնում է, ինքը ամենտեղ ուրախ է, չէ՞, Պողոս Առաքյալը ամենտեղ ուրախ էր։ Ինչի համար, որովհետև ինքը քո ասած չուներ, ախպերես չուներ այդ քարտեզը, այդ բանը իր մեջ սեր էր Աստծո նկատմամբ, մարդկանց նկատմամբ։ Ինքը լցվել էր այդ սիրով ու սա է այդ զոհասեղանի տեղը։ Եթե մենք չունեցանք այդ ես դրան ասում եմ անպայման հայրական սիրտ, որտեվ ամեն բան բխում է դրանից։ Օրինակ Հիսուսին մոտեցավ մի հատ երիտասարդ, ասեց Տեր, թույլ տուր հորս թաղեմ, չէ՞։ Այդ շատ ուժեղ բան է։ Ու կամ քո հետևից։ Ոչ մի տղա չէր ասում արի հորս հարություն տուր։ Սա չէ, թաղեմ։ Պապան մեռել է, թաղի։ Որտե թաղող տեսակ է մարդը առանց տիրոջ։ Որդին թաղողը։ Հայրերը գալիս էին, հայրոսը աղջկաս հարություն տուր։ Այն միածին տղայի մայրը, չէ, իր տղեն հարություն առավ։ Սուրբ Գիրքը որտեղ նայում ենք, չէ, 5 կտակարան, նոր կտակարան ծնողները ուզում են հարություն տան։ Երեխեք ասում են, չէ, ժառանգությունը մեզի բոլա։ Պապան մեռել է, ժառանգությունը թողել է, կթաղենք, կկարոտենք պապային, բայց այդ հայրական, ծնողական սիրտն է, որ հարության զորություն ունի, որ ուժեղ գործ է անում։ Այսօր եթե մենք ուզում ենք Հայաստանի եկեղեցիներում հարության զորությունը գործի, շատ կարևոր է, որ մենք հասունանանք որպես ծնող։ Իսկ այդ հասունությունը սերն է, ծնողական սերը, որը անպայման հարություն է տալիս։ Ես հիշում եմ, ասում են Յոնգիչոյի տղեն մահացել էր 6 ժամ Յոնգիչոն աղաղակում, աղոթք անում, որ իր տղեն հարություն առնի ու հարություն է առնում, կենթանանում է տղեն։ Ինչից է այս այդ սիրուց, հայրական սիրուց։ Աստծո այդ հայրական սերը եթե ապրի մեր մեջ, ճշմարիտ նվիրումը, հարության զորությունը, ճեղքումները, մենք ամեն օր հիվանդների բժշկություն կտեսնենք, մենք ամեն օր փոփոխություն կտեսնենք, մենք նույնիսկ մեռելների հարություն կտեսնենք, երբ որ Աստծո սերը սկսի ապրել մեր մեջ։ Մի քիչ զոհասեղանը տեղից շարժել ենք։ Եթե հետ բերենք իր տեղը, ամեն ինչ լավ կլինի։ Բանը իր ասում հա։ Ես կուզեմ մենք այսօր մտածենք սրա վրա, ինչքան է մեր սիրտը կապված Աստծո սիրո հետ, ինչքան է մեր նվիրումը ճիշտ զոհասեղանի վրա դրված։ Ինձ միշտ զարմացնում է այս առումով Հովնաթանը, որ երբ որ Դավթի հետ խոսում են, Դավիթն ասում է քո հայրն ուզում է ինձ սպանի, Հովնաթանը չի հավատում, ասում են պապան, չէ, այն մարդը, որ միշտ սիրում է, ատելությունը չի ճանաչում, ինքը չի կարում հասկանա, ու Հովնաթանը գնում է իր հոր հետ խոսում է, հայրը նիզակով խփում է Հովնաթանին, երբ որ իմանում է Դավթին տեղ է ուղարկել, երբ որ ես այս հատվածը կարդում եի ու պատկերացնում եի իմ վրա, ես ասում եմ, եթե իմ պապան ուղղակի ատրճանակը հանի կրակի իմ վրա, ես իմ կյանքի վերջի 10 տարիները դեպրեսիայի մեջ կապրեմ, որ իմ հայրն ուզում էր կգնամ ներքին բժշկության, կգնամ հոգեբանների մոտ, կգնամ հովիվների մոտ, պապաս ուզել է ինձ սպանի, ես շատ դարդերը շատ, չի ասենք վերքեր կա ներսումս, ահա որ, ես սենց կվարվեի, Սուրբ Գիրքը գրում է Հովնաթանը տխրեց, որտեվ հասկացավ Սավուղն ուզում է Դավթին սպանի, մի գրամ Հովնաթանը իր մասին չի մտածում, մի գրամ իր մասին չի մտածում է Դավթի մասին, նվիրումը սերը սա է ու Աստված սրա վրա է ուզում կառուցի։ Այսինքն շատ հետաքրքիր օրինակ բերեցիր, այսինքն նվիրումի մեջ կա նաև այս բաղկացուցիչ մասը, որ անընդհատ քո սիրտը Տիրոջ հետ է։ Ինչ որ անես, ինչ որ խոսաս, որ գնաս, ինչով որ զբաղված քո աշխատանքի ժամանակ, ինչ որ տեսնես, ինչ որ լսես, միևնույն է, ինչ որ մի հատ աներևույթ կապ կա Տիրոջ հետ։ Այո, դա նվիրումի մասին է խոսում։ Իհարկե, 100%։ Որովհետև մենք կներես, մենք հիշում ենք նրան երբեմն մեր աղոթքների մեջ, ոչ միշտ։
Սա շատ ավելի ցավոտ երևույթ է։ Այդ կետն էլ կա, որ այո։ Պողոսն ասում էր սերը քաղցր է։ Նկատի ուներ ինքը նկատի ուներ, որ դու չես կարա այդ քաղցրությունը փոխես։ Դու կարաս սիրո քաղցրության մի գրամի մեջ լցնես լիքը ատելություն, սերը էլի քաղցր է մնալու։ Չի փոխվում, անփոփոխ է։ Հիսուսը խաչի վրա շարունակում էր սիրել։ Ինչ ասես լցրեցին ցավ, տանջանք, ծեծ, վիրավորանքներ, դառնություն, խաչել, հայրներ չեն հասկանում ինչ են անում։ Ոչ մի գրամ իր սիրո մեջ փոփոխություն չեղավ, ոչ մի կաթիլ։ Սերը սենց է։ Ու Աստված ուզում է մենք մեր կյանքի նվիրման այդ զոհասեղանը, գործերը, արարքները եւ այլն չտեղաշարժենք այդտեղից։ Եթե տեղաշարժել ենք, այսօր նորից վերադառնանք այդ սիրուն։ Աստված ուզում է կառուցի միայն սիրո եւ վստահության վրա։ Մի հարց կարամ տամ, կներես Աբրահամ ջան։ Չէ, սենց ավելի հետաքրքիր է։ Ժորա եղբայր, երբ որ մենք ասում ենք սեր, երբեմն մեր մեջ ասոցացվում է մենք կազմակերպված սերը, մենք ենք կազմակերպել, դա մեր զգացմունքային ոլորտով, որտեղ սերը առանց մարդկային սերը առանց զգացմունքի չի կազմակերպել ենք դա եւ դրա անունը դրել ենք Աստծո սեր, բայց արդյոք դա ճիշտ է։ Արդյոք դա այդպես է։ Արդյոք սերը երկնքից չի գալիս, արդյոք դա էլ ինքը չի կազմակերպում Տերը։ Հենց իմ ասած հոր սերը, հայրական սերը, հայր Աստծո սերը։ Պողոսը միշտ ասում էր հոր սերը, որդու շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր հետ լինի։ Եթե հոր սերը չի, իմ մարդկային սերը չկա, ես սեր չունեմ։ Այսինքն չենք կարող սիրել, եթե անգամ ասում ենք մենք սիրում ենք։ Չենք կարա, իհարկե։ Ամենալավ կրոնական մարդիկ դարձան Քրիստոսին խաչողներ։ Ոչ մի բան չի օգնում։ Կրոնը աղոթելը շաբաթեր գործում էին պահում։ Ամեն ինչ անում էին փարիսեցիները, շատ նվիրված էին, զոհասեղանն էին տեղից շարժել Աստծո սիրուց։ Աստված այնպես սիրեց աշխարհը, կարևորն է էսի է Աստծո սերը։ Օրինակ Հռոմեացիս 5-րդ գլխի մեջ ասում է Աստծո սերը Սուրբ Հոգու միջոցով է սփռվում։ Իմ ամենասիրած տեղերից մեկն է։ Ինչ մեծ գաղտնիք կա դրա մեջ։ Այո, Սուրբ Հոգու ձեռքով, ուրիշ ոչ մի ձև։ Ինքը մեր մեջ հյուսում այդ սերը։ Այո, իր գործն է էսի։ Մենք սեր չենք կը, մենք պիտի դառնանք ուղակի դրան։ Իմ ասած այն սա է, եկեք վերադառնանք, զոհասեղանը դնենք այդտեղ։ Մեր գործերը ծառայել բերենք հոր սիրո վրա։ Եթե մենք չենք վերադառնում հոր սերը, որ լեցնի մեզի, իզուր ամեն ինչ։ Մենք պիտի վերադառնանք դրան։ Սեր Աստծո նկատմամբ, սեր շրջապատի նկատմամբ։ Սերը մեզանից չի, մենք ուղղակի պիտի դառնանք դրան։ Սերը Աստծուց է։ Այսինքն մի խոսքով վերստին ծնունդի փաստն է բերում մեջտեղ։ Այո։ Այսինքն եթե մենք վերստին ծնված ենք, անպայման պետք է Աստծուն ճանաչենք որպես հայր, գիտակցության գենի մեջ։ Եվ երկրորդը պետք է լցվենք իր սիրով։ Անպայման։ Սեր վստահություն։ Ես սիրում եմ նշանակ, որտեղ սեր ամեն բանի մեջ հավատում է։ Ինքը նույնն է, բայց շատ կարևոր է այս։ Գործողությունը երկրպագություն է։ Ես հիշում եմ կար ժամանակ ես մի եկեղեցում էի, օրհնում եմ այդ եկեղեցին, ինձ սխալ չհասկանաք, ուղղակի մենք բոլորս մի բանի մեջ էինք։ Եղբայրներով հավաքվում էինք, մեր շալվարը մինչև ծունկ բարձրացնում էինք, ցույց էինք տալիս վերքերը մեր ծնկների, որ ով է ավելի շատ աղոթում ծնկի վրա։ Ծանոթ բան է ինձ շատ։ Մենք հպարտանում էինք դրանով, ուռած էր, բայց գիտեք, դա ցույց էր տալիս, որ մենք այն ճիշտ սիրուց դուրս ենք եկել։ Ուղղակի մեր աղոթքը ծնկի մազոլի համար է։ Եկեք հիմա հասկանանք ով է ամենաշատը սիրում Հիսուսի, բացեք ձեր ծնկները։ Իսկ գուցե մարդ կար, որ ծնկի վրա, ես սենց եմ հասկանում, երբ որ Տերն ասում էր ծնկի վրա աղոթեք, ինքը նկատի չուներ անպայման ծնկի վրա։ Սա փոխաբերական է, որ ասում է, չէ՞ որ ծնկի վրա դու չես կարա քայլես, խոնարհվել, համաձայնվել, նվիրվել, տրվել։ Այո, հրաժարվիր քո քայլերից։ Չէ, ծնկի վրա մենք չենք քայլում, ծնկի վրա մենք հրաժարվում ենք քայլելուց։ Կարող է ծնկեր գան, բայց չհրաժարվում։ Բայց լավ է մեր մտքի մեջ մենք քայլել առաջ տանենք։ Այո, հրաժարվել մարդկային, մարմնավոր քայլերից եւ ասել սիրելի Սուրբ Հոգի, ուզում եմ Եզեկիելի նման քո ջրերի մեջ քայլեմ, երբ որ դու ինձ քայլել ես տալիս։
Երբ որ հրեշտակը երկրորդ անգամ չափում էր 1000 կանգունը, մենք շատ անգամ եզեկելի տեղը լինեինք, ասենք դե մինչև 1000 կանգուն չափի գա 100 բան կա, գնամ մի հատ էս գործն անեմ, չէ, ինքը նայում էր, ինքը ջրերի մեջ կանգնած էր, ինքը նայում էր, վայելում էր, այդ չափել, այդ չափանիշները, ամեն ինչ իր համար էր, ու երբ որ հետ էր գալիս, ոչ էլ քայլեր էր անում, միասին էին քայլում, գիտեք, այսօր սերը Աստծո նկատմամբ հետ սա է, ինչքան ենք Աստծո հետ միասին քայլում։ Մի հատ sense մի բան, որ ես ուզում եմ ասեմ, որ մենք շատ անգամ կառուցում ենք ոչ թե Աստծո սիրո վստահության վրա, այլ մեր մտքի վրա, երբ որ մենք ուզում ենք մարգարեական ճեղքումներ ունենանք։ Չէ, Աստված բոլորիս ապագայի վրա վարակույր է գցել։ Մեր ապագան մենք չենք տեսնում, սրա համար շատերը նույնիսկ մարգարեներին կորոնայի ժամանակ չէ, ճնշում կար, մարգարե կար մի հատ շատ ուժեղ, հիմա չգիտեմ շատերն ընդունում են շատերը, չէ, էական չի, բայց ստիպեցին այս մարդուն, որ անպայման ասի կորոնան երբ է պրծնելու, ու ինքը այդ ճնշման տակ սխալ արեց։ Գիտեք ինչ նախնդիրը, որ մենք ուզում ենք ապագայի վրայից վարակույրը պատրվի մարգարեական խոսքով, դրա համար շատերը կախարդների մոտ են գնում, ինչ է լինելու իմ ապագան։ Աստված վարակույր է գցել։ Հովիադը անով մի հատ քահանա կար, Հովաս երեխուն պահեց մեծացրեց, հետո Հովասը սպանեց Հովիադայի տղային։ Եթե Հովիադան իմանար իր պահած երեխան իր տղուն է սպանելու, չէր պահի։ Աստված վարակույր է գցել։ Եղիսեն ասեց այս կինը որ եկավ, ինչի համար Տեր ինձ չհայտնեց, ապագան չասեց, գիտեք ինչի համար, Տերը չի ուզում կառուցի մարգարեական ճեղքումների վրա, Տերը ուզում է կառուցի այս կնոջ հավատքի, սիրո եւ վստահության վրա, այո, այսինքն վստահություն բառը շատ ճիշտ է, իր մեջ ներառում է թե սերը, թե նվիրումը, վստահության վրա, թող մի քիչ կարևոր բան է ասում, այո, մենք այդ վարակույրն ենք ուզում գցենք, ես շատ սիրում եմ մարգարեական ծառայություն ու կողմ եմ, բայց գիտեք, ես դեմ եմ նրան, որ մենք անպայման մարգարեական ճեղքում ենք ուզում ունենանք, այն ժամանակ, որ Աստված ասում է, մի քիչ համբերի վստահություն սեր եմ ուզում մեջը դնեմ, որի վրա ուզում եմ կառուցեմ, ոչինչ որ քո ապագան վարակույրով ծածկված է, վստահի Տիրոջը։ Սանց խոսքա, չէ, ասում է արդարը չի վախենում վատ լուրից, նրա սիրտը հաստատ է, Տիրոջն է հուսած։ Ինչ գեղեցիկ խոսք է, այսինքն նրան հետաքրքիր չի այլևս դառնում, թե իր հետ ինչ է լինելու, ապագայում ինչեր է սպասվում իրան, որտեղ նա քաջ է, իր սիրտը քաջ է, կարող ենք ասել, որ հենց արդար բառը, որ շեշտում է, ես մի քիչ շատ եմ հիմա դրա մասին խորհում, մեջս եռում է, նվիրալները եւ նվիրյալ եւ արդար նրանք հավասարազոր բառեր են։ Այո, ամեն։ Լինել արդար, դա նվիրյալ մարդու։ Արդարացված լինելու մասին չի խոսքը։ Ավելի խոր է իմաստով արդարության։ Այո։ Պողոս Սարաքյանն էլ ասին, Երուսաղեմում քեզ ծեծելի են։ Ասես ոչ միայն ծեծվելու, մեռնելու էլ պատրաստ սերը սա է։ Մեզի ասեն, գնաս այս ինչտեղ քեզ կբռնեն, կբանտարկեն, կծեծեն, կասեն Տեր շնորհակալ ենք որ մեզ զգուշացրեցի։ Իրականում Տերը զգուշացնում էր ու Պողոսին ընտրություն էր տալիս։ Աբրամին էլ, չէ։ Ասում է ես թաքուն բան չունեմ իմ բարեկամից պահելու, գնում եմ այս բանը անում։ Ու Աբրամը մի անգամից վերածվում է բարեխոսի։ Տեր կանգնում է, սեր կար Սոդոմի նկատմամբ։ Ոնց կարա Սոդոմը սիրես այն ժամանակ։ Մենք հիմա չենք կարա սիրենք Աբրահամ ջան։ Կարևոր բան ասեցի, ես մտքովս չեր անցել։ Մի հատ լսում եք հոմոսեքսուալիստ, պատրաստ ենք Փաստորեն մի րոպե, փաստորեն ինչա տեղի ունեցել Աբրահամը ոչ թե պայքարում էր միայն ղովտի փրկության համար, այլ նաև մի մեծ քաղաքի համար։ Այո։ Որովհետև ինքը տեղյակ էր, եթե արդար մարդ լինի 10 հոգի էլ, փրկիչ քաղաքը ասում էր։ Այդ քաղաքը կփրկվի։ Ասում է դրանց համար, ասում է չէ դրանց համար ես կներեմ քաղաքը։ Իրանց Աստծո այդպիսի միասին կռիվը հենց սրա վրա էր Սոդոմում գտնել 10 արդար։ Որպեսզի քաղաքը փրկվի։ Քաղաքը փրկվի, այո։ Ոչ միայն ղովտը։ Ոչ միայն ղովտը, իհարկե։ Տեր Աստված։ Մենք այսօր շնորհքի դարաշրջանում Սուրբ Հոգով լցված մկրտված, մենք այսօր էսի չենք կարող ընդունենք։ Մենք այսօր չենք սիրում մեղավորին։ Մեր հայկական մշակույթով ենք ապրում, էսի շնացող աղջիկա, սրա հետ մի շփվեք, էսի սենցա, սրա հետ մի շփվեք։ Մենք Սուրբ Գիրքը մենք հարմարացրել ենք մեր մշակույթին, մեր
քարթուական մտածելակերպի լավ ես ասում, շատ լավ ես ասում։ Մտցրել ենք այդ ընտանիք, մտցրել ենք առօրյա, մենք սրանով քարթուն մտելա։ Հա, ու մենք այդպես ենք նայում։ Քրիստոնեական աշխարհի մեջ է։ Կարծում ենք թեթև ասում հնազանդվի ամուսնուն, մենք էսի տեսնում ենք մեր քարթուական մտածելակերպը։ Մենք էսի չենք տեսնում, որ այր ու կին հավասար մարդիկ են, որի մեջ է տղամարդն իր դերն ունի կինը, բայց գիտեք, ես լսել եմ, որ ասում են կինը ամուսնուն հավասար չի։ Ոնց կարա սենց լինի։ Աստված երկուսներ ստեղծել է հավասար մարդիկ են, հա, տղամարդն իր դերն ունի որպես տանգլուխ։ Ես սենց եմ հասկանում, նույնիսկ տղամարդը որպես տանգլուխ, ինքը կանչված չի տանգլուխ լինելու։ Սա ոչ թե մենաշնոր է, սա պատասխանատվություն է։ Ինչ առումով, օրինակի համար ես Աբրահամ ջան, ասում եմ Աբրահամ ջան, էսի վերց, դուր օրինակ վարկեսին։ Չէ, դու չես կարող ասես Ժորան էսի տվեց ինձ։ Չէ, ես փոխանցողի դերում ես, այո։ Հիսուսն ասում էր, Սուրբ Գիրքն ասում է, տղամարդը տան գլուխն է, տղամարդու գլուխը Հիսուսը։ Տերն ուզում ասի սիրելի տղամարդ, քո վրա պատասխանատվություն եմ դնում, որ դու ոչ թե տան գլուխը լինես, այլ տան գլուխ լինելը կարողանաս փոխանցես Հիսուսին, որ ձեր տան գլուխը Հիսուսը լինի։ Գիտեք, ես երբեք չեմ բանանում, որ տղամարդ ու կին ինչ որ հարց քննարկելուց պիտի դեմ առ դեմ նստեն քննարկեն։ Չէ, իրանք իրար կողք պիտի նստեն, դեմը Հիսուսը լինի, միասին Հիսուսի հետ քննարկեն, որովհետև տան իսկական գլուխը Հիսուսն է, խոսքը համապատասխանը խոսքին թե ոչ։ Ես այդ նկատում եմ, այո, ամեն, ես այդ հասկացա։ Հենց էսա, որ մենք մեր մտածելակերպով ենք ապրում, ոչ թե Աստծո մտածելակերպով։ Հիսուսի նպատակն էր, որ գար Հրեաստան բերեր երկնքի մտածելակերպ, խաչեցին իրան դրա համար։ Այսօր շատ հովիվների կարան խաչեն նորից փոխաբերական իմաստով, եթե երկնքի մտածելակերպ են քարոզում, որ ցավոք սրտի այսօր սենց է, մենք շարունակում ենք արժի մտածել, պետք չի իմ հետ համաձայնվեք, բայց պետք է մտածել, գուցե մեր մտածելակերպը, մեր հայկական մշակույթի մտածելակերպը ու ոչ թե երկնքի քամի։ Հենց երբ որ Երբ որ երկնքի քամին Գորսկի ժամանակի չափ, ինքը քամին բերում է, չէ, եղանակ։ Հարավային քամին տակ, երկնքի քամին ինչի համար Սուրբ Հոգին երկնքի եղանակ էր բերել։ Երկնքի մտածելակերպ։ Իհարկե, հենց այդ երկնքի մտածելակերպ, երկնքի մշակույթ, երկնքի մոտեցում, սեր։ Պողոս Առաքյալը մի խոսք ունի, հիմա հիշեցի, դու երևի կիմանաս որտեղ համարը չեմ հիշում, բայց բառացի ասում եմ այս խոսքը, տես հիմա քո ասացի կոնտեքստի մեջ է, ասում է վերին բաները մտածեք, այլ ոչ թե վարի, նկատում ես երկու տարբեր մտածել, վարի, ցածր։ Ես վերին բաները միշտ իմ երիտասարդության ժամանակ մտածում եմ, որ երազի, ասենք դրախտը ինչ է պետք է լինի, օթերով ինչ հրեշտակ ես լինում, հանգստը տունդ ոնց է լինում, բայց իրականության մեջ ստեղ խոսում է բարձր մտածել, ետնային մտածելակերպ եւ ցածր։ Սրանք նաեւ ժամանակի եւ տարածության հետ կապ ունի։ Մարդ, որը ժամանակի եւ տարածության իշխանության տակ է, մենք էլ ենք ժամանակի եւ տարածության մեջ, բայց հոգեվոր մարդ, այդպես քրիստոնյայի եւ հոգեվորի տարբերության մասին եմ։ Հոգեվոր ավելի հոգեվոր մարդ են տեսակն է, որը ուրիշ չափանիշների մեջ է մտածում, ուրիշ մտածողություն ունի։ Ճիշտ է, ու դրա արմատը սերն է։ Ամեն եղբայրս միանշան է։ Մենք չենք կարող փոխենք մեր մտածելակերպը։ Ինքը սիրով լցված մարդը լրիվ ուրիշ ձև է մտածում։ Ես տեսել եմ շատ կրոնական մարդիկ, մեր վերստին ծնված եկեղեցիների կրոնական մարդիկ, որ երբ որ սիրով լցվել են, քեզ սիրով են նայում։ Կրոնը, օրենքը մոռացվել է տեղում։ Սերը հենց օրենքի իշխանություն չունի։ Այո։ Իրանք էլ ինչ չեն նայել, որպես սերը թշնամուտ էլ հարազատ է դարձնում, քո մտածելակերպ ուրիշ ձև է դառնում, մեջը համբերություն կա, երկայնմտություն կա, մեծություն կա, ոնց է ծնողը համբերում երեխու սխալներին։ Հենց սերը գնում է, մի անգամից կռիվները սկսում են, վարդապետական մոտեցումների, մշակութային, սաղ սկսում են, մտածելակերպերի կռիվները, սերը լցնում է սաղը սուս, նստած, ախպերես ինչ լավն ես դու, սերն է սիրը։ Կար ժամանակ եկեղեցին սիրով լցված էր 30 քանի տարի առաջ, ոչ մեկին հետաքրքիր չէր, ինչ որ արտաքին բաներ, չեմ ուզում շատ խորանալ, մենակ սեր, քարոզնել
հոգևոր հոգու, հա, հա, բայց սեր էր քարոզում, հոգի լավ խոսքերով ճոխ ու մարդիկ լցվում էին, օրհնվում էին։ Ես մի հատ ասույթ ունեմ, չգիտեմ ասել թե չէ, բայց հիմա որ ասեմ կասեմ, բա դու էլ ես էդի անում, բայց արեք ես եմ ինքս էլ եմ ինձ դնում սրա մեջ։ Այսօր շատ են քարոզները։ Վաու, գիտես ինչքան շատ է քարոզը։ Երբ որ սերը պակասում է, քարոզը շատանում է։ Հա։ Սա ցույց է տալի սիրո պակասը։ Երբ որ սերը շատ լինի, քարոզները կպակասեն։ Այո։ Կգա մի օր, որ սերը շատ ավելի շատ կլինի եւ այլևս քարոզի կարիք չլինի, սերը քարոզի։ Այո։ Շատ ճիշտ է Աբրահամ ջան։ Քլենդենը մի հատ սիրուն բան էր ասում, սուրբ գրքում մի հատ հատված կա, որ ասում է աղավնու չկերածը թանկացավ սովի պատճառով, այն ինչ աղավնին չեր ուտում, հա, իր արժեքը բարձրացավ, Քլենդենն ասում էր, այն ինչ սուրբ հոգու ճաշակով չի Սուրբ Հոգին չի ուտում։ Իրա թռնելուց, հեռանալուց հետո դրա գինը բարձրանում է։ Երբ որ Սուրբ Հոգին հեռանում է, սերը պակասում է եւ այլն, այն ինչին Սուրբ Հոգին արժեք չի տալի, պաշտոն, քարոզ եւ այլն, sense որ մեծ արժեք չի տալիս, սրանց արժեքը բարձրանում է։ Ու մենք կարանք սրանց համար իրար ոտնատակ տանք եւ այլն եւ այլն։ Ու եթե բանա ես 3 կարևոր բան որ ակազը սխալ արեց։ Առաջինը ինքը տեղաշարժեց, այսինքն իր ճանապարհից հանեց Աստծուն։ Հաճախ մենք գիտեք երբ հասերը պակասում մեր մեջ, երբ որ Աստված մի բան արգելում է մեզ, բայց մենք ուզում ենք էսի առաջ տանենք մեր կյանքում։ Մենք ուզում ենք առաջ տանենք վրասկոտություն, ոնց Սավուղի կյանքում էր լինում, կամ ասենք ագահություն, ոնց Բաղամը չէր տեսնում, Աստված ճանապարհը փակել էր իր շահը, փողը տարավ միտեղ, որ ինքը կորցրեց այն ինչ Աստված ուզում էր։ Ու մենք շատ անգամ կորցնում ենք էսի։ Երկրորդը, ասում է ինքը ասում էր այս սեղանի մոտ խնդրեմ Աստծուց։ Էսի Աստծուն է, էսը լիմը, հա։ Ոչ թե Աստծուն խնդրեց, այլ Աստծուց խնդրեց։ Դու մի քիչ առաջ էսի ասեցիր, որ ես ասի կետերից մեկ եւ մոտենում եք Տեր ջան, էսա պետք, Աստծուց խնդրել, բայց Աստծուն խնդրել էսի ուրիշ բան է։ Տեր եկել եմ որ քեզնով լցվեմ։ Եկել եմ, էսի պիտի շատանամ։ Եվ Աստված արծարծույց է լինում նրանց, ովքեր խնդրում են Աստծուն, խնդրում են ու փնտրում իրեն։ Հենց հավատքի կարելի ասել կանոններից մեկը չէ Եբրայեցիս 11:60 որ դրված է հենց դա է որ անհնարին է Աստծուն չէ մոտենալ եթե մեկը չի հավատում նրան եւ չի հավատում որ վարձահատում ամեն խնդրողին որ ուզում է իրան այո ու երրորդը ինքը հավանեց մեծ սեղանը մի քիչ առաջ էլ ասի չէ քլենդենի օրինակը մեծություն պաշտոն ճոխտություն հա ինքը շեղվեց այն ճշմարիտ սրտից որ Հիսուսին հետաքրքիր չի առաքյալ ես մարգարե ես ով ես իրան հետաքրքիր չեն այդ պաշտոնները իրան հետաքրքիր ես կուզեմ ավելի շատ ոչ թե հովիվ լնեմ բայց հովություն անեմ քան թե հովիվ չլնեմ ես ավելի շատ կուզեմ հովիվ չլնեմ բայց հովություն անեմ քան թե հովիվ լինեմ բայց հովությունը չանեմ այսինքն ոչ թե պաշտոնն է կարևոր ծառայությունը գործը որ դու անում ես ու այսօր այսի շատ անգամ փոխվել է, չէ, եպիսկոպոս դառնամ, էսի դառնամ։ Պողոսը չի ասում նա ուզում է եպիսկոպոս դառնալ լավ բան է ուզում, ասում է նա եպիսկոպոսություն է ուզում անել լավ բան է անում։ Այսինքն ծառայությունը, Աստծուն նվիրված այդ գործը, որ մենք անում ենք, ոչ թե պաշտոնը։ Ու ակազի մոտ այս տեղերը փոխվեցին։ Մի բան էլ հիշեցի Ժորը եղբայր։ Դու ինձ կուղես, եթե սխալ ասեմ, բայց այսպիսի պատվիրան էր տվել Տերը, որ զոհասեղանի շուրջը ծառեր չտնկես։ Շատ ճոխ բաներ չանես։ Այո։ Կապ ունի թեմային։ Իհարկե։ Պատկերացնում ես ամառվա շոկ, արևը վառում է, եւ դու գնացել ես զոհասեղանի դու ծառ ես մանգալի որ տակ շուքը գեղեցիկ Էթանք նստենք զոհ անենք ուտենք մի կտոր իրար քեֆ անենք հա իրական կենտրոնացումը
այսինքն զոհասեղանը նաև այդ նվիրումը կենտրոնացումը շատ ուժեղ կենտրոնացումը պահանջում այն բաներ չլինի շուրջը որ հանկարծ մարդու ուշադրությունը չշեղի մտքով ուրիշ բան անցնելու առանց ծառերի զոհասեղանը ցույց էր տալիս ինչ մեծ գործ է արել Աստված մեր համար ինքը փրկել է մեզ այո կենտրոնացումը դրա վրա էր էլի մարդիկ լցվում էին Աստծո սիրով ու ասում են գնանք մենք էլ սենց անենք ուրիշի համար նույն էս նվիրումը ունենանք նույն էս կյանքը ունենանք Աստորեն ինքը ինչ էր արել ինքը այդ սեղանները կարելի ասել կողքեր դրել որ մարդկանց համ զարմանք համ շեղի կենտրոնացումից երկակի կյանք հիբրիդ այսպես երևույթ հաստատել այդ սեղանը Դամասկոսի իր էգոիզմի սեղանն էր իր ցանկությունների ես պակաս չեմ Աստծուց այո իհարկե իր ամեն նվիրումը իր 100% նվիրումը իր էգոին էր իր գործին իր ցանկությանը Աստծուց էլ խնդրում էր որ Աստված օշնի Աստված չի օշնի ոնց կօշնի Աստված ինչ նման այսօրվա երևույթներին շատ այսպիսի բաներ խոսում որտեղ ակազը մեզ ինչ գնացել է հենց էսա որ մենք այսօր փոխվենք ես փոխվեմ Տերը որ այս խոսքը տվեց ինձ երևի մի 5 օր չեմ հիշում երբ էր առաջ իմ համար էր ես եթե ինչ շուղեմ ուղակի քարոզեմ իմ զոհասեղանն է տեղից շարժվել Տեր ուզում եմ վերադառնամ քո սիրուն ու վստահությանը Ժորայր պես այսինքն կներես ես մի քիչ sense բան եմ շուտ մեջս երրում է շատ Փաստորեն ինչ է տեղի ունենում նվիրումը պահանջումը կենտրոնացում եւ եթե ես ասում ես նվիրված եմ հայտարարում եմ եւ սա լուրջ այսինքն բանա ինչ եմ համարձակություն է եթե հայտարարում եմ որ ես նվիրված եմ ուրեմն իմ կյանքիս հիմնական բանը որ մարդիկ պետքա տեսնեն իմ մեջ դա Տերն է Այո, ամեն Դա ինքը պիտի փառավորվի բառից բուն իմաստով Եթե չկան փառավորվի իմ վարվելակերպով, իմ խոսալով, իմ հայացքով, չգիտեմ ամեն ինչում կենտրոնացնումը նրա վրա իմ ամեն ինչը Ամեն Դրա համար մենք այս բաժակի նման թափանցիկ կլնենք որ ներսի ապրող ներևա Հայտնության մեջ գրում է եկեղեցին ապակեղեն էր Կրակով էր անցել, չէ, ապակին ավազի ու կրակի բանն է, չէ, խառնուրդը։ Այդ Աստծո հոգու սիրո կրակով անցնելով մենք թափանցիկ ենք դառնում, ապակեղեն, ինչի համար, որ ներսի ապրող երևա, ջուրը երևա, կյանքը երևա, Հիսուսը երևա, ոչ թե ես։ Նպատակը սա է, որտեղ մարդկանց կյանքը փոխելու է Հիսուսը, ոչ թե ոսկյա ժորան։ Ասենք, մենք այնքան ոսկի ու բրիլյանտ, որ ներսի ապրողն էլ չի երևում։ Ես սիրեցի այս թեման։ Այսքանն էր միտքը, որ ուզում էի փոխանցեի Աբրահամ ջան, Ես սիրեցի այս թեման։ Ես էլ։ Սիրո թեման Աստծո, երբ որ ոչ թե գիտե հենց էտա որ ոչ թե ուղղակի ասենք, դառնանք իսկապես, գնանք դեպի այդ սերը։ Ժորայեղբայրը այսօր չէր հրավիրում մեզ, որ եկեք այսօրվանից եթե չենք սիրում, սիրենք։ Դրա մասին չի խոսքը։ Այո, հաստատ։ Դրա մասին չի խոսքը։ Բնութագրվեց մի ձևով սիրո այս տեսակը հասկանալի դառնալու մեզ համար թե ինչ տեսակ սեր է պետք մեզ սիրել Աստծուն որտեղ ներնում են այո ներնում է բոլոր էգոն այո շատ դժվար է եղբայր գիտեմ շատ անհնարին է թե Աստծո Սուրբ Հոգին Աստծո խոսքը մեր մեջ չանի այս գործը Ինչ էգովա բարի արմատը էգոնը մենակ ինքը կարա ասի էգո մենք չենք կարա ասենք այ երբ որ լցված ենք էգովայով Պարզա չէ ու մասին է խոսքը Եհովա նույն այդ էգո եսեմներ չէ հենց այդ էգոյի արմատը դա է եթե ես լցված եմ իր հայրական սիրով իմ էգոն չի իմ եսը իր եսը ինքն է երբ որ ես ասում եմ ես նկատի չունեմ Աբրահամը մսերեն իրեն նկատի սա հոգևոր ոչ Աշխարհը սա չի հասկանում ամեն բայց գոնե մենք էլ չէ մենք հասկանանք ապրենք աշխարհը կտեսնի բանը գիտես չեմ ես պակաս եմ սրա մեջ բայց հոգիս ուրախ է ես էլ դրա կարիքը շատ ունեմ ավելին ասեմ ինձ դուր է գալիս տեսակ կյանքը չեմ հասել դրան
բայց ձգում է ինձ հաճելի է համով է ինձ համար վստահ եմ քեզ եւ շատ քրիստոնյան հավատացյալ քույր եղբայրներ որոնք լսում են այս եթերը մանավանդ քո լսարանը շատ կրակոտ լսարանը Աստծուն սիրող լսարանը իմը չի ժողովուրդ հասկանալի է այսինքն ես գիտեմ որ դու ասում ես քո նկատի ունես Տիրոջը տերն անում ես գործ այ եղբայրս Պարտիրոջը ժողովուրդ չգիտեմ ես նկատեցի որ շատ լայն թեմա էր սա եւ մի ժամվա բան չի բայց գիտես հաճելի զրույց ունեցանք շնորհակալ եմ որ ինձ թույլ տվեցիր մասնակցելու այս զրույցին եղբայրս Տերորնի քեզ շատ եթե կոչ ունես սիրով եւ քո աղոթքով ավարտենք կոչս հետեւյալն է եկեք վերադառնանք Աստծո սիրուն հիշենք որտեղից ենք ընկել գուցե շատերս չենք զգում բայց գուցե մի քիչ շեղել ենք մեր զոհասեղանը մեր նվիրումը եկեք նորից վերադառնանք առաջին սիրուն Եփեսոսի եկեղեցուն է սա ասում որն էր առաջի սերը Պողոսը որ մտավ Եփեսոս Սուրբ Գիրքը գրում է որ նրանք 80,000 արծաթի գրքերը այրում էին իրանք այնձև էին սիրահարվել Քրիստոսին որ նույնիսկ 80,000 արծաթը մեծ փող էր միլիոններ էր իրանք պատրաստ էին Աստծո ոտքերի տակ այրեին ասեին Հիսուս ջան ճիշտը դու ես մենակ դու Տեր այդ սերը նկատնի որ դուք կորցրել եք եկեք վերադառնանք այդ մանկական սիրուն որ պատրաստ ամեն ինչ այրի Հիսուսի ոտերի տակ որովհետև Հիսուսին սիրում է ու եկեք աղոթք անենք Ամեն Շնորհակալ ենք սիրելի Տեր գոհանում ենք քեզանից հայր փառք եմ տալիս քո անվանը Տեր մենք գոհանում ենք եղբորս համար Տեր որ այս երկար ժամանակ այս ծառայությունը գնում է Տեր որ գուցե շատերը սկսեցին բայց երկար չգնաց բայց եղբայրս հավատարիմ նվիրված շարունակում է ու ես հավատում եմ որ իրան նվիրման արմատը տեղը հենց սերն ու վստահությունն է քո նկատմամբ ու մարդկանց նկատմամբ ու ես օրհնում եմ եղբորս օրհնում եմ իր ընտանիքը Տեր սիրելի հայր լցնես ողողես քո հայրական սիրով օրհնես Տեր ինչի կարիք ու պակաս ունեն դու լրացնես օրհնում եմ լսողներին օրհնում ենք մեր ազգը ժողովրդին Տեր եւ ամեն մեկի կյանքի մեջ խոսում ենք քո առաջին սերը Տեր որ մենք վերադարձնենք մեր կյանքի զոհասեղաններ իրանց ճիշտ տեղի վրա սիրո եւ նվիրման վրա Տեր ու ես հավատում եմ մնացածը դու կկառուցես մեր մեջ հայր շնորհակալ եմ Տեր Հիսուսի անունով ամեն Ամեն շնորհակալ ենք Տեր փառք ես այս հրաշալի սկզբի շաբաթվա սկզբի համար սա շատ ուժեղ էր իրոք ցնցող էր ամեն անգամ սիրո մասին երբ որ խոսում ենք բացահայտում ենք Աստծո փառավոր սերը դա իրոք ցնցում է մեր ներքին աշխարհը փառք Տիրոջը մեզ Արտակ Ասատրյան եղբայրներ միացել մեզ սիրելի Արտակը Արտակ ջան Տերորնի քեզ եղբայրս եղբայրս եղիր օրհնված թող Տերը քեզ շատ օրհնի եւ զորացիր Տերով եւ միշտ առողջ եղիր որովհետև մեր ժողովուրդը պետք է անցած շաբաթվա մեջ գար եւ մի փոքր վատառողջ էր հետաձգեցինք հիմա շատ լավ է Տիրոջը զոհասեղանս ուղղել է գիտես ես հավատում եմ եւ ես էլ կորոնայի ժամանակ անց այդ փորձությունով եւ գիտես ինչ միտք եկավ ինձ տակը ինչ մնաց չգիտեմ ես մի քիչ sense երկար բաներ մի ժամվա թեմա տակ ինչ մնաց ինչևից է օրհնված եւ պատղաբեր հաջողված եղիր եղբայրս մենք նորից քեզ այսպես կարոտով կսպասենք ամեն մեծ սիրով ժողովուրդը միշտ պատրաստ է գա այստեղ եւ միասին ծառայենք եւ իր խոսքը բերին սելի քույր եղբայրներ Տերորնի ձեզ մնացեք խաղաղությամբ ես ուզում եմ հիշեցնեմ որ մենք ուզում ենք այդ ակցիան անպայման անենք եւ որոշակի գումար արդեն հավաքվել է բայց որպեսզի շատ ավելի երեխաների հասնենք ուզում ենք նոր տարվա երեխաներին որոնք ծայրամասերում են յուղեր որոնք որտեղ շատ այցելություններ չկա նվերներ պատրաստենք եւ տանենք եւ նաեւ ավետարանենք եւ մեր քույր եղբայրները մասնակցում են այս գործին եթե դեռ շարունակում ենք եւ եթե տերեսարտումը դնի կարող ես մասնակցել թե ֆինանսապես թե աղոթքով կապեք ինձ հետ Տերորնի ձեզ մնացեք խաղաղությամբ գիտես ինչ Մարանաթա Տերը շուտով գալու է ամեն